Գործընկերն է Դիլորի, որակյալ շինանյութ Դիլորի, խոհանոցի և լոգասենյակի կերամիկական հեղուկ գրանիտից լվացարաններ Դիլորի, ջրատաքցիչներ և ջեռուցման կաթսաներ, պանելային և ալյումինե մարտկոցներ Դիլորի, յուրահատուկ սալիկներ, պաստառներ Դիլորի, էլեկտրական տաքացուցիչներ տարբեր հզորության, շինարարական գործիքներ Դիլորի, խողովակներ, ներկեր, դռան փականներ և բռնակներ Ուշադրություն, Դիլորին նաև առաջարկում է օրիգինալ տարբեր չափերի չկրկնվող հայելիների լայն տեսականի և բոլոր քմահաճ կանանց հրավիրում է գնումների միամսյակի կապակցությամբ հայտարարված զեղչերով Դիլորի, վերափոխեք ձեր բնակարանը մեր որակյալ տեսականիով, աշխատում ենք կանխիկ, փոխանցումով և ապառիկ տարբերակներով, Լոռու մարզում առաքումը անվճար է Դիլորի, քաղաք Վանաձոր, Թումանյան 1 կոտորակին Հաղորդման գործընկերն է Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի և ցանկացած միջավայրի կահույք և տեղական և արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաև պատվերներ։ Իմպերիա, գնի և որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է Դավ շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե և ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով և փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների և ֆիրմաների, սկսած 18,000 դրամից, մետաղական և ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ և գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ և խողովակներ, ջրի և կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ և սալիկներ, որոնք առկա են և հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի և լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի և փայտի, ձգվող և ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում, եվրոպատուհանների և եվրոդռների 100,000 և ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջհատային ցանց, տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է, գործում է կանխիկ, քարտային և ապառիկ գնման տարբերակներ, Դավ շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք և համեղ ուտեստներ, օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2, հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է Step Furniture, պատվերով կահույք, տան, աշխատասենյակի և ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում և Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ-սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին գարնանային տոների առթիվ և առաջարկում միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։
Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով՝ Իդրամ հավելվածով։ Գործում է Արաքում Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո, ջերմ երեկո ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր այս պահին դիտում են Ֆորտունա հեռուստաընկերություն, Սաբաթ սենյակն է, մենք աշխատում ենք եթերում եւ փորձում ենք ձեր տրամադրությունը բարձրացնել ու լցնել դրական։ Այո, մենք ողջունում ենք թե Հայաստանում եւ թե Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին եւ ցանկանում ենք հրաշալի տրամադրություն, անկախ նրանից թե օրվա որ ժամին եք դուք մեզ հետևում եւ իհարկե մեր հաղորդումներին հետևում։ Հետո ասում ես, որ ես եմ շատ խոսքներ չհասեցի, ասեմ, որ դրական էմոցիաներով, հա։ Դրական էմոցիաներով։ Այո, դրական էմոցիաներով են լցնում մեր եթերը։ Մեր հեռուստադիտողների տրամադրությունը։ Նաև դրական էմոցիաները ապահովում է երաժշտությունը, չէ՞, միշտ տենց։ Այո, ես էլ մաղթում եմ ձեզ բարի խաղաղ երեկո եւ այս պահին ասում ենք հարգելի ուսանողներ, երգով բարև։ Սիրտս քեզ իմ կյանքի կես, ես սիրում եմ քեզ, իմ աղջիկ, իմ սեր հենց քեզ, խոստանում եմ կսիրեմ հավեր, ողջ գիշեր մնանք արթուն, սերանենք թաքուն թաքուն, դե սիրես այն փոխադարձ կտանեմ քեզ ու անվերադարձ, տակա սիրտս բաց, պակա կոնը իմ դիմաց, չկա էլ ստեղ կասկած, դու իմ սերն ես շատ սպասված, տակա սիրտս բաց, պակա կոնը իմ դիմաց, չկա էլ ստեղ կասկած, դու իմ սերն ես շատ սպասված։ Չխապես ու քեզնից ինձ չվանես, գինը դու քո լավ գիտես, բայց մի բան կա որ դեռ չգիտես, իմ աղջիկ դու կամակոր, զուր մի թող ինձ կարոտով, իմ անուշ դու իմ բալա, ես կտամ սերս քեզ հալալա, տակա սիրտս բաց, պակա կոնը իմ դիմաց, չկա էլ ստեղ կասկած, դու իմ սերն ես շատ սպասված, տակա սիրտս բաց, պակա կոնը իմ դիմաց, չկա էլ ստեղ կասկած, դու իմ սերն ես շատ սպասված։
պակա սիրտս բաց Պակա կոնը իմ դիմաց Չէ չկա այստեղ կասկած Դու իմ սերն ես շատ սպասված Պակա սիրտս բաց Պակա կոնը իմ դիմաց Չէ չկա այստեղ կասկած Դու իմ սերն ես շատ սպասված Պակա սիրտս բաց Պակա կոնը իմ դիմաց Չէ չկա այստեղ կասկած Դու իմ սերն ես շատ սպասված Չէ չկա այստեղ կասկած Դու իմ սերն ես շատ սպասված Վերադարձանք տաղավար, շարունակում ենք մեր տոնական եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ ներկայացնում ենք մեր հաղորդման գործընկերներին։ Հաղորդման գործընկերն է Դավշին շինարարական կազմակերպությունը, որ առաջարկում է ձեր բնակարանի համար նախատեսված բոլոր պարագաների շինարարության համար նախատեսված։ Վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ մատչելի գներով հասցեն աղայան 48 կոտրակ 1 հեռախոսահամարները 0322 466 000 091 0466 000 98 17 26 62 Հաղորդման գործընկերն է Family Farm Meat մսի մասնագիտացված խանութ սրահը։ Կարեն Դեմիրճյան 26-ին կոտրակ 2 հեռախոսահամար 04 500 Այստեղ գործում է նաև առաքում եւ համովությունները առաքում են ուղիղ ձեր նշված հասցեով։ Այո։ Իսկ Step Furniture-ի օգնությամբ դուք կարող եք պատվիրել կահույք տան աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար ձեր ճաշակով եւ ձեր պահանջներին համապատասխան։ Կարող եք գտնել Facebook-ում եւ Instagram-ում կամ զանգահարել 091 20 20 35 Step Furniture ընտրեք լավագույնը։ Հարգելի հեռուստատողներ, ասում ենք շնորհակալություն նաև մեր հաղորդման գործընկերոջը եւ ձեզ խորհուրդ ենք տալիս, եթե սալիկների, ծորակների եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր բնակարանում ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու, տաքացուցիչների, այնպես էլ էլեկտրական սալիկների եւ ասում եմ եւ հիշում եմ միանգամից թե ինչեր կան այստեղ ներառված։ Ուրեմն հիշում եք Դիլորին, Թումանյան 1 կոտրակ 5 հասցեում է գտնվում 044 620 720։ Այո։ Իսկ ձեր տան հարմարավետության համար ձեզ կօգնի Իմպերիա կահույքի սրահը։ Կարող եք գնել կահույք հարմարավետ, փափուկ եւ իհարկե ձեր տանը համապատասխան Երևանյան խճուղի 111 կոտրակ 6 033 34 60 60 033 35 60 60 Շնորհակալություն Իմպերիային։ Շնորհակալություն Լիլի Ռոս ամենագեղեցիկ ծաղկեփնջերը ներկայացնող ու մատուցող ծաղկի սրահին 093 19 64 85 095 19 64 85 Տիգրան Մեծի 29 կոտրակ 20 երրորդ դպրոցի գիտեք, չէ, երրորդ դպրոցի հարևանությամբ։ Իսկ իհարկե Անահիտը իր արտաքին տեսքի համար շնորհակալություն է հայտնում Նունե Վարդանյան դիմահարդարանը Սուսման եւ բուժական կենտրոնին հասցեն Տիգրան Մեծի 39 կոտրակ 1 Ճիշտ է ասում։ Մարիա Բյուտի սալոնին Համբարձումյան 17 կոտրակ 2 Ես ողջույններ եմ ուղարկում մեր բոլոր գործընկերներին եւ մեր բոլոր գործընկերների կանանց։ Նկատի ունեմ աշխատակազմերում ներառված կանանց։ Մաղթում գեղեցկության միամսյակին շքեղ, այսպես դեպի փակում է գնում գեղեցկության միամսյակը եւ նոր գեղեցկության միամսյակի բացում է գալիս։ Այո, ապրիլի 7-ից մայիսի 8-ը հայտարարվում է եւս մեկ ամսյակ։ Ապրիլի 7-ից մարտի 8-ը։ Մարտի 8-ը։ Թե մարտի 10-ը, երկու օրից մնացածը։ Ապրիլի 8-ից մարտի 10-ը Ֆորտունայի եթերում։ Լավ, արի չվիճենք։ Արի մեր հյուրից կճշտենք։ Ինչից երբ։ Ագելի հստատողներ շարունակեք դեր Ֆորտունա, մենք առաջարկում ենք գովասային հոլովակներ, երկ ու այդ ընթացքում մենք պետք է պատրաստենք նոր թեյ, որովհետև ամբողջ ջրափը խմել է, ինչպես տեսակ։ Ես ագահ եմ այդ առումով։ Եվ բարեկամներ կհանդիպենք հյուրասրահում, դյուզնինչ։ Շատը խորոդի
գործընկերն է։ Դիլորի որակյալ շինանյութ։ Դիլորի խոհանոցի եւ լոգասենյակի կերամիկական հեղուկ գրանիտից լվացարաններ։ Դիլորի ջրատաքցիչներ եւ ջեռուցման կաթսաներ, պանելային եւ ալյումինե մարտկոցներ։ Դիլորի յուրահատուկ սալիկներ, պաստառներ։ Դիլորի էլեկտրական տաքացուցիչներ տարբեր հզորության, շինարարական գործիքներ։ Դիլորի խողովակներ, ներկեր, դռան փականներ եւ բռնակներ։ Ուշադրություն։ Դիլորին նաև առաջարկում է օրիգինալ տարբեր չափերի չկրկնվող հայելիների լայն տեսականի եւ բոլոր քմահաճ կանանց հրավիրում է գնումների միամսյակի կապակցությամբ հայտարարված զեղչերով։ Դիլորի վերափոխեք ձեր բնակարանը մեր որակյալ տեսականիով։ Աշխատում ենք կանխիկ, փոխանցումով եւ ապառիկ տարբերակներով։ Լոռու մարզում առաքումը անվճար է։ Դիլորի քաղաք Վանաձոր Թումանյան 1 կոտորակին։ Հաղորդման գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2 հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture պատվերով կահույք տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ-սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում։ Միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։ Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով, իդրամ հավելվածով։ Գործում է առաքում Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն։
մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայար, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Գյուտի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Գյուտի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի խաղաղ երեկո բոլոր նրանց, ովքեր շարունակում են դիտել Ֆորտունա հեռուստաընկերության եթերային աշխատանք Սաբաթ սենյակն եւ մենք շարունակում ենք կանանց գեղեցկության գարնանային տոների կապակցությամբ մեր կնոջ ուժը խորագիրը գրող շարքը։ Այս անգամ սիրով հյուրընկալել ենք մեր գործունյա, նվիրյալ, կանացի եւ աշխատասեր մի տիկնոջ, ով եկել է մեզ մոտ Ալավերդուց։ Եվ այժմ սիրով ներկայացնում ենք մեր հյուրին, մեր տաղավարում Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանի վարիչ Անահիտ Իշխանյանն է։ Բարև ձեզ, բարի գալուստ, բաց սենյակ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ։ Լավ եմ։ Հաճելի է լինել ձեր տաղավարում, թեպետ առաջին անգամ է, բայց Բայց վերջինը չլինի, սիրով համեցեք։ Գուցե եւ վերջինը չլինի, այո։ Այո, շնորհավորում ենք ձեզ մեկ ամսյակի կապակցությամբ, ցանկանում ենք միշտ շփտակ եւ լինեք երջանիկ եւ կատարվեն ձեր բոլոր նպատակներն ու երազանքները։ Շնորհակալություն, հրաշալի խոսքեր։ Տիկին Անահիտ, սիրում եք գարնանային տոները մարտի 8-ը, ապրիլի 7-ը, եթե այո, կխնդրեմ բացատրեք ինչու եք սիրում։ Այո, սիրում եմ։ Գարունը ինքը կյանքի սկիզբ է։ Բոլորս էլ գիտենք, որ կյանքի սկիզբը կնոջով է սկսվում։ Երեխան երբ ծնվում է, նա կնոջ ձեռքերի մեջ է ծնվում, դա մայրապետի ձեռքերն են։ Այնուհետև երեխան, որ մանկապարտեզ է գնում, դպրոց է գնում, նրան անընդհատ ուղեկցում է կինը։ Գարունը դա զարթոնք է, դա նոր նպատակների իղձերի իրականացման գուցե սեզոն է։ Մարտի 8-ը մի քիչ ինքը միտինգային տոն եմ ես կարծում, կանայք բողոքել են ընդհանրապես շատ հարցերի շուրջը, իրանց իրավունքների շուրջը, չեն կարող չհիշել Կլարա Ցետկինին եւ Ռոզա Լյուքսեմբուրգին, ովքեր հիմք են դրել այս գեղեցիկ տոնին։ Բայց ինձ համար մի քիչ ավելի եւ խորհրդանշանական է եւ ավելի հաճելի է ապրիլի 7-ը։ Մայրություն, գեղեցկություն, խորհուրդը շատ ավելի խորն է, շատ ավելի իմաստալից է։ Այդ օրը Սուրբ Մարիամը իմացել է, որ ինքը հղիացել է Հիսուսով։ Սա մի ուրիշ երևույթ է, մի ուրիշ չքնախ, մի տեսակ աստվածային բովանդակություն կա այս տոնի մեջ։ Իհարկե գարունը սիրում եմ, գարնան տոները սիրում եմ, տարվա երևի թե 12 ամիսն էլ կինը արժևորվում է եւ դա արդարացի է, բայց այս մի ամսյակը մեկ անգամ եւս ընդգծում եմ, որ արժե հիշել կանանց, ուշադրություն դարձնել, լինել հոգատար, նրանք աստվածային ստեղծագործություն են։ Կինը իսկապես աստվածային ստեղծագործությունների գլուխ գործոցն է։ Այսքանը հավանաբար տոների հետ կապված։ Ձեզ համար կա ամենահիշարժան մարտի 8 կամ ապրիլի 7 կամ մեկ ամսյակ, որ ձեզ մոտ տպավորվել է եւ չեք մոռանում այդ մի օրը, այդ մի տարի որտեղպես է։ Դա երբ ես երեխա էի դպրոցական, դե այն ժամանակ բուֆետի կոպեկ էինք ասում, խորհրդային տարիներին կոպեկներ, մետաղադրամը, մի քանի ամիս առաջ տնտեսում էի, որ մայրիկիս համար նվեր առնեմ։
Այդ տարի այնպես ստացվեց, որ տատիկս մեզ հյուր եկավ, ու իմ գումարը չհերիքեց երկու նվեր առնեմ։ Գնացի շուկա, հետաքրքիր ծաղիկներ կար, վերցրի, բերեցի տատիկիս տվեցի, մայրիկիս է ներողություն խնդրեցի, որ միայն տատիկիս կարողացա նվեր տամ։ Դա ինձ համար տպավորվել է, մանկական հիշողության մեջ դա ահագին, ասինքն հետո ես գոհ մնացի ինձանից, որ տատիկը ավելի մեծ մայր է։ Տատիկին արժևորելը շատ ավելի կարևոր է։ Հիմա ես մայրիկից կարող եմ այս պահին նվերներ տալ, բայց տատիկից այլևս հնարավորություն չունեմ նվեր տալու։ Ասինքն ես երեխա եմ եղել, բայց ճիշտ եմ վարվել համենայն դեպս։ Ո՞րն եք համարում կնոջ առաքելությունն այս կյանքում։ Կնոջ առաքելությունը, գիտեք, երեխաներին ճիշտ դաստիարակելը։ Եթե երեխան ընտանիքում ճիշտ է դաստիարակվում, նա հասարակության համար պիտանի մարդ է։ Գրագետ մայրերը, գրագետ երեխաներ են դաստիարակում։ Գրագետ կինը, գրագետ մայրը դա հասարակության համար ուղղակի գանձ է։ Որովհետև նա տանը ճիշտ է դաստիարակում, աշխատավայրում ճիշտ է դաստիարակում, իզուր չի ասված, որ ընտանիքը դա պետության եւ երկրի հիմքն է, իսկ ընտանիքի հիմքն էլ կինն է։ Ինչպես հարցին ինչ տեսակետից էլ մոտենանք, իսկապես կինն է։ Ընտանիքի երկրի ես նույնիսկ ասեի պետության հիմքը, այո կինն է։ Այն ինչպիսին է ձեր համայնքում, ձեր աշխատանքում կնոջ դերը, որքանով է կարևորվում եւ գնահատվում։ Եվ որքանով է լսելի կնոջ ձայնը։ Ինչ խոսք, կարևորվում է, լսելի է, այո։ Հիմա ես այս պահին ներկայացնում եմ քաղաքային գրադարանը։ Դե գրադարանում բոլորս էլ գիտենք, որ կանայք են աշխատում, կան ոլորտներ, որտեղ տղամարդը ինչքան էլ ցանկանա չի կարող աշխատել։ Դա ասենք մանկապարտեզն է, դա գրադարանն է, դա իհարկե Բայց դուք տարբեր կներեք, տարբեր ոլորտներում եք աշխատել, հարգելի հաստատում։ Մինչ գրադարան գնալս աշխատել եմ պետական ծառայության մեջ մեծ սիրով, շատ մեծ սիրով, գիտակցելով, որ հարկահավաքությունը էլի մի մեծ օգտակար գործ ենք անում։ Բոլորս էլ ուզում ենք մեր մայրիկները, մենք բոլորս ժամանակին եւ թոշակ ստանանք, եւ նպաստ ստանանք, եւ աշխատավար ստանանք, բայց դա ինչպես։ Դա պետք է իրոք կատարվի ճիշտ գրագետ աշխատանք։ Ծանր աշխատանք է կատարվել կոնկրետ հարկային համակարգում այդ տարիներին, համակարգիչների քանակը շատ քիչ էր, հիմնականում ձեռքով էինք աշխատում, հաշվետվությունների ժամանակ շատ ուշ էինք տուն գնում, նույնիսկ մոռանում ենք, որ կին ենք, տղամարդկանց հավասար աշխատել ենք, դարձյալ գիտակցելով, որ մենք նպաստում ենք երկրի եւ պետության ամրացմանը, զարգացմանը։ Գրադարանում մի ուրիշ աշխարհ է, մի ուրիշ ոլորտ է, մշակութային կյանք է, դարձյալ կրթօջախ է, դարձյալ նվիրումով, այսինքն մարդը եթե սիրում է աշխատել, նա ամեն ոլորտում էլ հաճույքով կաշխատի, մի հետաքրքիր բան կգտնի։ Հանդիպումներ են կազմակերպում մանկապարտեզների հետ, դպրոցների հետ, գրքերի հեղինակների հետ, լավ ընթերցողների հետ, մեծագույն հաճույքով ուսանողներ են գալի, մասնագիտական գրքեր են ուզում, երբ բավարարում ենք իրենց պահանջը, այդ օրը շատ մի տեսակ լիքը սրտով ենք տուն գնում, տպավորությունը մեզ հետ մի կարևոր բան տուն ենք տանում։ Ասենք դպրոցի բարձր դասարաններում, երբ գալիս են ցանկանում են ուսանող դառնալ, մասնագիտական գրքեր են տանում, կարդում, վերադարձնում, ունենք երբ 9-րդ, 10-րդ դասանի տղա էր, շատ հաճախ գալիս էր բժշկական գրքեր էր տանում, գլինկայի, քիմիայի ընդհանուր տեսություններ տանում, եւ մի օր էլ եկավ ասեց, որ ինքը ընդունվել է բժշկական համալսարան Հերացի, չեմ կարող ասել մեր ուրախության աշճանը, որ մենք այդ չափով նպաստել ենք, որ նա նպատակներ իրականություն դառնան։ Մի խոսքով ընթերցողներ շատ ունենք, շատ։ Տպավորությունն է, որ տեխնիկայի, ինֆորմացիայի այս հեղեղի մեջ գիրքը երկրորդ պլան կարող է գնալ, դա այդպես չէ, ամենևին այդպես չէ, տեխնիկան, ինտերնետը, ինֆորմացիան գրքի հետ մրցակից չեն։
Այնիշ տալիս է գիրքը, հաստատ հեռախոսը այդ անշուշտ առարկան։ Ճիշտ է, ամեն ինչ պատրաստի մատուցում, բայց դա գրքի հետ մրցակից չի։ Հեռախոսով զբաղվող երեխան հաստատ չի կարող ունենալ մտքի հուզական աշխարհի այն զարգացումը, ինչ որ տալիս է գիրքը։ Չէ, գրքի հերոսի հետ երեխան ապրում է, նրա հետ չարչարվում է, նրա հետ ուրախանում է, նրա հետ պայքարում է, կամքի ուժ է ձևավորվում, եւ վերջապես գիրքը սովորեցնում է, չէ, դժվար իրավիճակները ինչպես հաղթահարել։ Գիրքը բավականին իսկապես որ ասել եք մեր ընկերն է, գանձ է, սրանք պատահական խոսքեր չեն։ Շատ հրաշալի է, որ այսօր ընթերցողների պակաս չի զգացվում, չէ՞, գրադարանում, բայց այնուամենայնիվ եկեք փորձենք պատճառները հասկանալ, ճակերտավոր, թե ինչի են մարդիկ այդքան գալիս գիրք ընթերցում։ Դա միգուցե ջեր միջավայր ստեղծելն է, բազմաթիվ կտորներով բաղկացած գրքերն է, ձեր ջերմությունն է, որ փոխանցում եք ընթերցողներին։ Այո, համաձայն եմ, ձեզ հետ համաձայն եմ։ Տեսեք, դարձյալ ես համեմատ եմ հիմա բոլորի համար խիստ հանրամատչելի հեռախոսը, որ իսկապես նույնիսկ եթե մի բան մենք բարձրաձայն արտասանում ենք, արհեստական բանականությունն արդեն այդ հնարավորությունը տալիս է, մեր ձայնը որսի մեր ուզած նյութը բերի։ Դա այդպես է, բայց գիրք տանելը, գիրք վերցնելը, գրադարան հաճախելը նախ մշակույթ է։ Գրադարան գնալը դա մշակույթ է։ Բոլորս էլ գիտենք, որ մեր ազգային կոդի մեջ գիրք կարդալը, մշակույթը, գիրքը, ծրագրեր շատ թանկ բան են։ Նախ մեր ներքին մղումով, իսկապես մեր այդ դնաթեյ կոդով, որ մենք պետք է գիրք կարդանք, դա իր հերթին։ Մի կողմից էլ գրքի հետ նաև ժպիտ է տանում, եւ մի բարի խորհուրդ է տանում, եւ ջերմություն է ստանում, ասինքն գրադարանավարը հեռախոս չի, կենթանի մարդը, նա ժպտում է, վերջապես էմոցիոնալ դաշտ է առաջանում, հուզական, հետո ընթերցողի կան գրքեր, որոնք հարցեր են առաջացնում։ Ասենք Մարկեսի 100 տարվա մենությունը այդքան էլ դյուրին ընթերցելու գիրք չի, դա պաղպաղակուտ էլ չի, որ շատ արագ ու հաճելի դա կատարվի, կամ պահեր, որ ցանկանում են, մեկնաբան, մենք իհարկե հարցեր չենք տալի առանց իրանք ցանկության, երբ իրանք ցանկություն են հայտնում որևէ գիրք մեկնաբանենք, վերլուծենք, որոշ փակագծեր բացենք, այդ ժամանակ իհարկե մենք մեծ սիրով դա կատարում ենք, իրանք էլ փոխադարձ ժպիտով հեռանում են եւ օրը աշխատանքային օրը համարում ենք ստացված։ Որքանով է պատասխանատու ղեկավարում եք եւ համակարգում եք մի աշխատանք, որը ունի 100 տարվա պատմություն, խոսքը գրադարանի մասին։ Շատ հետաքրքիր հաճելի հարց տվեցիք, այո, ուրեմն գրադարանը բավականին հին հիմքերը եղել է շատ հին։ Բոլորս գիտենք, որ Ալավերդին ինքը փոքրիկ, բայց հնագույն քաղաք է, հազարամյակների պատմություն ունի, նույնիսկ պեղումների ժամանակ 5000 տարի առաջվա որոշակի գտածոներ ապացուցում են, որ այդ տարածքում 5000 տարի առաջ բնակություն է եղել։ Ուրեմն մեր տարածքը, ինչպես ժամանակին են ասել, հողն ու ջուրը պղինձ է տալի։ Պղնձի արտադրության շուրջը եվրոպական կապիտալի ներհոսք է կատարվել եւ ֆրանսիացիներ եւ հույն մասնագետները դեպի Ալավերդի են եկել։ Իհարկե այն ժամանակ Մանես է եղել, անունը Ալավերդի չի եղել։ Ուրեմն շատ հետաքրքիր բան է կատարվել այդ ղեկավարները, գործարարները հույն եւ ֆրանսիացի, որպեսզի իրենց մասնագետների կրթական մակարդակը բարձրանա, գիտելիքները ավելի շատանան, գրադարան են ստեղծել, մասնավոր գրադարան խիստ տեխնիկական բնույթով։ Գրադանում եղել են գրականություն, որտեղ միայն պղնձի ձուլման այդ պրոցեսներն ա եղել, խիստ մասնագիտական իրանց մասնագետների համար։ Դա եղել է 1901 թվականին գրադարանի բջիջը մեր քաղաքում։ Այնուհետև երբ խորհրդային կարգեր է հաստատվել, բնական է, որ այդ ժամանակ համատարած շարժում է եղել անգրագիտության վերացման եւ պետությունը այդ մասնավոր գրադարանը համալրել է այլ գրքերով, գեղարվեստական գրքերով եւ գրադարան դարել է մասսայական գրադարան, դա 1922 թվականին
արդեն դարից ավելի Թումանյանի գրադարանի հիմքը բջիջը եղել է այդ 22 թվականին պետության կողմից համալրված գրականությունը ֆոնդը համալրել է եւ դարձել է մասսայական արդեն հանրային գրադարան այնուհետև քաղաքում տարբեր թաղամասերում խրճիթ ընթերցարաններ են բացվել ամեն թաղամաս ունեցել է իր խրճիթ ընթերցարանները համենայն դեպս դա խոսում է նրա մասին որ մարդիկ կարդալու գրագետ դառնալու ընթերցելու ցանկություն են ունեցել այդ խրճիթ ընթերցարանները 50-60-ական թվականներից մինչև 90-ական թվականները դարձել են արդեն թաղամասային նորմալ գրադարաններ ամեն թաղամաս ունեցել է իր գրադարանը քաղաքում շուրջ 18 գրադարան է գործել մինչ 90-ական թվականները դե 90-ականներին արդեն համատարած փակվեցին մշակութային հազար ու մի բաներ կատարվեց չանդրադառնանք այդ ոչ ցանկալի իրողությանը քաղաքում հիմա գործում է երկու գրադարան մեկը քաղաքի ներքևի հատվածում Ալավերդու մեծ լորեցու անունը կրող քաղաքային գրադարանը եւ Սարահարթ թաղամասը արդեն Մաթեոսյանի անվան գրադարան հիմա քաղաքում գործում են երկու գրադարան Այդ ձեր գրադարանում կհիշեք այն մարդկանց անուններ կամ լսել եք ովքեր արդյոք նշանավոր մարդիկ ովքեր այցելել են գրադարան մեծ դերասաններ ովքեր որ մեզ մոտ թատերական դորի հաճախ է կազմակերպելու օրսը կազմակերպվում է բոլոր դերասանները կոնկրետ իմ տեսած դերասաններից ժամանակին մեր լեգենդար Սոս Սարգսյանն է եկել Կարեն Ջանիբեկյանն է եկել գիտնական ունենք Սերգո Երիցյան նայա եկել մեր գրադարանը Գառնիկ Շահկյան ունենք շնորհից դարձյալ գիտնական անձնավորություն նայա եկել այդ մարդկանց ես տեսել եմ ամենայն դեպս գրադարանում Իհարկե, իրանց գրքերից կան, եւ Սերգո Երիցյանի գրքերից կա, եւ Գառնիկ Շահկյանի գրքերից կա։ Մի խոսքով գրադարանը այդպես։ Շատ լավ։ Ձեր կյանքի ամենամեծ նվաճումը այս բարեդրությամբ կամ հաղթանակը, որի համար միշտ պարտանում եք, որը կարող եք համարել։ Ինձ թվում է ամեն մի կնոջ համար ամենամեծ հաղթանակը որքան էլ աշխատավայրում ամեն ինչ հրաշալի ստացվի իր ընտանիքն է, իր երեխաներն են, երեխաների ստացած կրթությունն է, երեխաների բարեհաջող կազմակերպված կյանքն է։ Ես հաղթանակը համենայն դեպս կնոջը, բացի այն, որ շատ կարևոր է կնոջ դերը երկրի, պետության զարգացման համար, նա պետք է եւ հաղթանակած լինի իր ընտանիքում։ Այսինքն դաստիարակած, մեծացրած եւ դաստիարակած լինի լավ երեխաներ։ Մենք գիտենք, որ դուք ունեք դաստիարակված եւ լավ երեխաներ ու նաեւ թորնիկներ այլևս։ Այո։ Ուզում եմ փորձենք ձեզ ներկայացնել նաեւ որպես ընտանիքի, հա, որպես մայր, ինչ փոխվեց ձեր կյանքում մայրություն ձեռք բերելուց հետո եւ մայրացեք։ Երբ կինը մայրանում, այդ թվում եւ ես մի տեսակ ուրիշ կյանք, նոր էջ է, կյանքի նոր էջ է բացվում։ Մի տեսակ ավելի ես մոտենում Աստծուն, ավելի ես գույները տեսնում, ավելի բովանդակություն ես ստանում կյանքը, վերջապես հասկանում ես ինչի համար եւ ում համար ես ապրում, ում համար ես աշխատում, ոչինչ հենց այնպես չի լինում, չի տրվում բնության մեջ, իսկ երբ տատիկ ենք դառնում, մի տեսակ դա էլ լրիվ ուրիշ աշխարհ է, չպատկերացրած աշխարհ է, երբեմն ինքս ինձ ասում էի լավ այս երեխան որ չկար ինչ դատարկ էր կյանքը ինչ փուչ էր կյանքը լցնում են կյանքը նոր գույներ ապրելու նոր ցանկություն աշխատելու նվաճելու նոր էներգիա են տալի ինչ խոսք թորնիկները նույնպես հաճելի է շատ լավ ուզում եմ նաև խոսենք թե հաճախ եք հասցնում լինել խոհանոցում ինչ որ բան համեղ պատրաստել թորնիկների համար թե չեք հասցնում այո Սիրում եմ խոհանոցը, հաճախ եմ լինում, ներքին մեծ բավարարվածություն եմ զգում, երբ ես կարողանում եմ երեխաների խոհանոցային, համային պահանջները բավարարեմ։ Իհարկե, խոհանոցը ինձ թվում է հայ
ամեն մի կնոջ, ամեն մամայի, մայրիկի, ամեն տատիկի ամենահաճելի վայրն է, որտեղ կարողանում ես տան բոլոր անդամներին գոհացնել։ Իսկ ունեք կյանքում այնպիսի սկզբունք կամ սկզբունքներ, որից չեք հրաժարվի երբեք։ Ազնիվ լինելը, ճշտախոս լինելը, շատ հարցերում գաղտնապահ լինելը, եթե դրանք կարող են վնասել որևէ մեկին, որևէ հարցում, այո, երբեք չեմ դավաճանել իմ սկզբունքները։ Միշտ ասել եմ, ես իրենցից պետք է տարբերվեմ։ Եթե զգացել եմ, որ ասվում է բաներ, արվում է բաներ, որ դա այդպես չի կարելի, չգիտեմ զգուշության համար են անում, թե ինչ հարցերի ձելնելով, երբեք ես չեմ միաձուլվել ընդհանուր այն վիճակին, որտեղ չկա ճշմարտություն, ճշմարտախոսություն, որտեղ տուժում է ազնվությունը, դա արդեն իմ աշխարհը չէ։ Ինչ եք անում, երբ տուժում է ազնվությունը։ Փորձում եմ պայքարել հնարավորինս կամ լռությամբ, կամ բարձրաձայնում եմ, կամ իմ պահվածքով փորձում եմ դա ուղղել, որ իրենք տեսնեն։ Համենայն դեպս հաշտ չէ։ Ուժեղ եք որպես կին։ Հավանաբար այո, ուժեղ եմ։ Թեպետ կանայք չեն ցանկանա ուժեղ լինել, բայց դե կյանքը ստիպում է ուժեղանում ենք, այո։ Ինչպիսին կցանկանաք տեսնել մեր հայ կանանց մայրերին, որպես արդեն կայացած կիններ։ Բոլոր կանանց մայրերին, տատիկներին կցանկանամ իրենք ապրեն ներդաշնակ կյանքով։ Իրենց մեջ երբեք չլինեն տագնապներ, վատ սպասումներ, վատ լուրեր երբեք չլսեն։ Կյանքը լինի հետաքրքիր, գեղեցիկ, ընտանիքում լինեն երջանիկ, ամեն առավոտ շնորհակալ լինեն Աստծուն, որ այսօրն էլ իրենք երջանիկ տեսան արևը։ Կանայք քնքուշ լինեն, գեղեցիկ լինելը, քնքուշ լինելը, խելացի լինելը չի խանգարի, բայց անպայման լինեն շրջախայաց։ Դա շատ կարևոր է։ Շատ հարցերում կանայք նույնիսկ տղամարդկանց խիղճն են, նրանց զսպող օղակն են։ Հնարավոր է, որ կանայք այդ հարցում էլ մեծ դեր են կատարում։ Տղամարդկանց որոշակի սահմաններ կա, որ միգուցե պետք է այդ սահմանները չանցնեն, դա չգիտեմ պատերազմների ստեղծելու տարբերակն այլ մարդկությանը վնաս բերող ոչ մի բան պետք է կինը թույլ չտա։ Հնարավորինս ամեն մեկը իր շրջապատի, իր կողքի տղամարդուն հնարավորինս զսպի, որ աշխարհը խաղաղ լինի։ Ձեր կյանքում կան կանայք, ովքեր իրենց հետքն են թողել, իրենց խորհրդով, հորդորով, ասելիքով, որ ամբողջ կյանքում կհիշեք այդ խրատները։ Ճիշտն ասած, դե միջավայրում բարեկամներ, տատիկներ, մայր, բոլորը ամեն մեկը մի լավ խորհուրդ, մի լավ հետք թողնում է, բայց ես սիրում եմ մեծ մարդկանց կյանք կարդալ, այդ թվում եւ կանանց։ Ասենք Մարգարետ Թետչերի, Կոկո Շանելի, յուրաքանչյուրից մի բան ծաղկակաղ անելով, այո, դու ինքդ էլ ես ունենում ձևավորված կարծիք, մտածելակերպ, սկզբունքներ, բայց բոլորին չի խանգարում այդ ուժեղ կանանց կյանքը կարդալ։ Ավելի են ուժեղացնում։ Այո։ Ում եք այս կյանքում շնորհակալ։ Աստծուն, որ կամ գոյություն ունեմ, նա ինձ ծնողներ է տվել, կյանք է տվել, երեխաներ է տվել, առաջին հերթին Աստծուն։ Հավատում եք նրան։ Այո։ Եթե հանդիպեիք, ասելիք կունենայիք նրա համար։ Խնդրեի միշտ Հայաստան աշխարհը խաղաղ լինի։ Այո։ Շնորհակալ եմ առաջին հերթին։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Մեզ համար եւս շատ հաճելի էր, իսկ այս գեղեցիկ ծաղկի փունջը Ֆորտունա ռոստանգերության, ինչպես նաեւ Լիլի Ռոս ծաղկի սրահի կողմից հանձնում ենք ձեզ, շնորհավոր ձեր մեկ։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք, միշտ լինեք այդքան դրական ու բարի։ Հաճելի էր։ Եվ իհարկե նաև մեր հաղորդման գործընկերների կողմից ձեզ անակնկալ գնումներ տալու հնարավորություն ենք ընձեռում Դավշին շինարարական կազմակերպության կողմից։ Նրանք կտրոններ ամբողջ տարվա համար են, այնպես որ կարող եք անպայման օգտագործել Իմպերիա կահույքի ձեռք բերել կահույք զեղչված գներով, Family Farm-ից
կանացի հոգսերը մոռանում եք մասնագիտացված մսամթերքի խանութ սրահի օգնությամբ եւ իհարկե եթե անհրաժեշտ է նաեւ կահույք պատվիրել ձեր ճաշակով Step for Nature։ Սրանք ձերն են Շնորհակալ եմ։ անպայման շտապել գնումների եւ էլ ավելի Կօգտվեմ։ Շնորհակալ եմ շատ։ Մենք էլ ենք ձեզ շնորհակալ, ձեզ մաղթում ենք խաղաղ գործունեություն, նորանոր ձեռքբերումներ, թող ձեր էներգիան անսպառ լինի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, հաճելի էր շատ։ Իսկ մեր տաղավարում սիրելի հեռուստադիտողներ Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանի վարիչ Անահիտ Իշխանյանն էր։ Եվ որքան էլ մենք ասենք, որ կինը երբեմն ուզում է թույլ լինել, որպեսզի նրա ուժը թաքնված մնա, միևնույն է, մեր տաղավարում շարունակում են լինել նաև ուժեղ կանայք։ Շարունակեք դեր Ֆորտունա։ Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, տանաշրակն էիր և ծուխներ տանս, քոնը իմն էր, իմը քոնը, հավիտյանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, իմ դրությունն էիր և իմ երկիրն էիր, լրումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս։ Իմ կյանքի գինն էիր, իմ ծիրկաթինն էիր, դու իմ բաժինն էիր և իմ բագինն էիր, խառնված էիր, դու շնչին իմ էությանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, իմ դրությունն էիր և իմ երկիրն էիր, լրումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս։ Հայաստանս,
Հայաստանս Մայրս դու իմ միակն էիր ինչպես Հայաստանը Դե ինձ ելի հեռուստադիտողներ, ուրախ տրամադրությամբ, բայց չուզենալով մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս եւ ցանկանում ամենալավն ու բարին հաղորդման վերջում եւս մեկ անգամ հիշեցնելով մեր հաղորդման գործընկերների մասին։ Հաղորդման գործընկերն է Դավշին շինարարական կազմակերպությունը, Հասեն Աղայան 48 կոտորակ 1 վերանորոգիչ բնակարանը մեր օգնությամբ մաչելի գներով։ Ագերի հեռուստադիտողներ ասում ենք շնորհակալություն մեր մյուս գործընկերոջը Ռաֆի ամենասիրելի համովությունների Հասցեն Family Farm-ն է, առաքումը այստեղ կա միշտ 094 500 222 գործում է առաքում ինչպես նշեցինք, առաջարկում է մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ եւ այլն Հասցեն Կարեն Դեմիրճյան 26-5 կոտրակ 2։ Մեր հաղորդման գործընկերն է նաև Դիլորի խանութ սրահ սանտեխնիկայի հետ կապված բոլոր հարցերում ձեզ օգնում է Թումանյան 1 կոտրակ 5 հասցեում գտնվող Դիլորին 044 620 720 գործում է WhatsApp եւ Viber տարբերակները։ Step for Nature եթե ուզում եք կահույք պատվիրել ձեր ճաշակին համահունչ, ուրեմն կարող եք այս ամենը կազմակերպել Step for Nature-ի հետ։ Աշխատանքներին կարող եք ծանոթանալ համանուն Facebook-յան եւ Instagram-յան էջերում 091 2020 35 հասցեն միշտ հեռախոսահամարը միշտ կապի մեջ է։ Իսկ Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 հասցեում է գտնվում Իմպերիա կահույքի սրահը 033 34 60 60 033 35 60 60 Իմպերիա գնի եւ որակի համադրություն։ Ասում ենք շնորհակալություն Լիլի Ռոստավկի սրահին 093 19 64 85 19 64 85 Տիգրան Մեծիկսյանին կոտորակ 20 Լիլի Ռոսն էլ հոգետանում որ ամբողջացնի ձեր նվերները, ձեր ուշադրությունը գեղեցիկ սերին ու բացարկելի հստադիտողներ չեմ, որովհետև Աննան Լիլի Ռոսյանն ինքնատիպ տախտապենջերը պատված։ Մենք կասկածում տեսել ենք, համոզվել ենք, փորձել ենք, ինչպես ասում։ Իսկ եթե ուզում եք լինեք մշտապես գեղեցիկ եւ թարմ, կարող եք իհարկե օգտվել Նունե Վարդանյան դիմահարդարում ուսուցման եւ բուժական կենտրոնի ծառայություններից, Հասցեն Տիգրան Մեծերոսինի կոտորակ 1 եւ ձեր վարսահարդարումը վստահել Մարիա Բյութի սալոնին Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում է գտնվում։ Ասում ենք շնորհակալություն հարգելի հեռուստատողներ ձեզ նախորդ րոպեների ընթացքում մեր ընկերը հեռուստադիտողը լինելու համար, եթե եթերում չեք հասրել հաղորդումը դիտել, ուրեմն քննեք այն այլևս նաև ձայնագրություն տարբերակը կամ հետևեք կրկնություններին յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի կեսօրին ժամը 13-ին կրկնություններն են բաց սենյակի, իսկ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի ժամը 20-ին հիմնական թողարկումներ։ Հինգշաբթի մեր դեմքը չեք տեսնել, բայց դուք կկարոտեք իսկ որովհետեւ կարող եք բոյկոտել հինգշաբթի էլ տեսնել մեր դեմքը։ Դու մի հրահրի ոչինչ։ Մենք ասում ենք շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ փնտրեք մեր հաղորդումները, կհանդիպենք եթերում անպայման, որովհետեւ մենք ձեզ շատ ենք սիրում, առանց ձեզ չենք կարող լինել։ Ենք կարող լինել։ Շնորհակալություն։ Եվ սա բարեր չէ։ Եվ սա լոգ բարեր չեն, սա սրտի խոսքերն են, որը հնչեցին լեզվով։ Ով ստեղծագործում է։ Շփվել Ռավչյան այն էլ մի ամիշ շարունակ։ Գրողների միության պատվավոր անդամ Ռաֆայել Հովհաննիսյան։ Անցյալ քաղաքին դարավոր անցյալ դու եղար հայոց ամրոց բերդ մայր քաղաք դարձար Պատմության դաժան հողմի մեջ շատ ցավեր տեսար բայց շողած կյանքիդ մի նոր էջ այս փառքին հասար դու մեզ համար նորաշունչանի ուղան հույս եւ հավատ հայության քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան la 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 քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս մեր սիրելի Երևան ներկա քաղաքին լուսավոր ներկա
մեր հայոց պայծառ մտքիցով եւ վարքի վկա Վեհապանց ես եւ գեղեցիկ հրաշքներով լի Որ մասիս անգամ ասես քո շենքերից լինի Դու մեզ համար նոր աշունջանի ուղան Հույս եւ հավատ հայության Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս Մեր սիրելի Երևան La 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 Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս Մեր սիրելի Երևան Էй ջան Երևան մեր մայոր օրան Հեյ ջան դու իմ Երևան Երևանում տոն է թող բոլորը գան Օդ հրաշալի է ջուրան մահական Նամի Բուրաստան է վեհություն աթափ Մեր մասիսների սուրբ վառ հայացքի տակ Հեյ ջան Երևան մեր մայոր օրան Հեյ ջան դու իմ Երևան Հեյ ջան դու իմ Երևան Դու ինձ համար սիրո աղբյուր Ես քեզ համար գուցե ոչինչ Դու ինձ համար երազմաքուր Ես քեզ համար գուցե ոչինչ Հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ Որպես կյանքի շքնախ երաս Արեգակին պետք է հրվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Կյանքում դու միշտ ուրախ մնար Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ Ամբողջ մի կյանք սիրով կտամ Ես քեզ համար գուցե ոչինչ Հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ Որպես կյանքի շքնաղ երաս Արեգակին պետք է հերվից նայել Կայրի եթե շատ մոտենաս Քարից թռան երկու կակավ Դրան սրտիս պես Ախ դու իմ յար, ախ դու իմ լավ Որտեղ գտնեմ քեզ Արևի հետ դու գնացիր Լուսնի հետ արի Դու չես գալիս ամեն օրս Դարձել է տարի Սիրտս բացվել է վարդի պես Արի գանան արևի պես Ախ ովերն էլ չեն գտնում քեզ Արի արի Վայլելելե Աչքս ածում խորեցել է Ախ ովերն էլ չեն գտնում քեզ Արի Արի շուտ արի Արի Ախ երազ է իմ յարը Ախ մուրազ է իմ յարը Ախ երազ է իմ յարը Աման մուրազ Ես իմ յարին շատ եմ սիրում Երթվում եմ արևով Որ չեմ տեսնում կարոտում եմ Ու տանջվում եմ օրերով Ես իմ յարին շատ եմ սիրում Երթվում եմ արևով Որ չեմ տեսնում կարոտում եմ Ու տանջվում եմ օրերով Արի եղնիկ սարի Արար աշխարհ թող արի Արի մոտս ինձ մի տանջի Մեր սենա թող չամարի Ախ երազ է իմ յարը Ախ մուրազ է իմ յարը Ախ երազ է իմ յարը Աման մուրազ է իմ յարը
Наступил по всем поверьям год любви, истребины заповедной оборви. Полюбите, полюбите, платье красное купите в год любви, век любви. И разлуки, и заносы не беда, только слаще от мороза ягода. Кистребины, все желания исполнимы меж людьми, да будет год любви. Позабыли кистребины на снегу, я приду к тебе с повинной, не солгу. Кистребины, под колесами машины не сгуби в год любви. И разлуки, и заносы не беда, только слаще от мороза ягода. Кистребины, все желания исполнимы меж людьми, да будет год любви. Galises, guins mot, maises, arevot. Galises, guins mot, im kyanki aravot. Du paylumes unazum, in zayrumes honkerit chagov. Ասաում ես երազում, ում ես կանչում ծիծաղով. Երբ նայում ես, հմայում ես քո լույսով, լուսաբաց ես գարնան լուսաբաց. Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով, քո աչքերով եմ գերված. Գալիս ես դու ինձ մոտ, մայիս ես արևոտ. Գալիս ես դու ինձ մոտ, իմ կյանքի առավոտ. Արևիկ է անունը, դու լույսի պես աղջիկ, քո աչքերը գարուն են, դու իմ երկարևիկ. Առավոտն է քո տունը, բարի լույս արևիկ. Ծաղիկները բացվել են, քեզ նման գեղեցիկ. Աղբյուրները երգում են, քո ձայնով արևիկ. Երազները շողում են, քո փայլով արևիկ. Աչքերդ անվերջ կանչում են, աչքերդ ինձ անուշ տանջում են. Անունդ սիրո կարում է, անունդ քեզ նման սիրում է. La la la, la 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 la, la 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 la. Անունդ սիրո կարում է, անունդ քեզ նման. Կանաչով դու պատված, գես թակած ներքագեղ, նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ. Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում, քաղաքներ ու գյուղեր հնադարյան. Արագացն է հերվից, իր ձյուն է գագաթով, միշտ կանչում է անվերջ իր սեփյուրով. Միշտ եղիր երջանիկ, դու հզոր մեր երկիր, Հայաստան իմ սիրուն Հայաստան. Հայաստան իմ ճկնաղ, քո սարի զմրուխտվար, ալիքվող իմ սրտի կարոտն են վար. Միշտ կպար դու եղիր, միշտ հերվից կանչիր, Հայաստան իմ սիրուն Հայաստան. Հայաստան իմ ճկնաղ, քո սարի զմրուխտվար, ալիքվող իմ սրտի կարոտն են վար. Միշտ կպար դու եղիր, միշտ հերվից կանչիր, Հայաստան իմ սիրուն Հայաստան. Հաղորդման գործընկերն է։ Դիլորի, որակյալ շինանյութ։ Դիլորի, խոհանոցի և լոգասենյակի կերամիկական,
հեղուկ գրանիտից լվացարաններ, Դիլորի, ջրատաքցիչներ եւ ջեռուցման կաթսաներ, պանելային եւ ալյումինե մարտկոցներ, Դիլորի, յուրահատուկ սալիկներ, պաստառներ, Դիլորի, էլեկտրական տաքացուցիչներ տարբեր հզորության, շինարարական գործիքներ, Դիլորի, խողովակներ, ներկեր, դռան փականներ եւ բռնակներ։ Ուշադրություն. Դիլորին նաև առաջարկում է օրիգինալ տարբեր չափերի չկրկնվող հայելիների լայն տեսականի եւ բոլոր քմահաճ կանանց հրավիրում է գնումների միամսյակի կապակցությամբ հայտարարված զեղչերով։ Դիլորի, վերափոխեք ձեր բնակարանը մեր որակյալ տեսականիով։ Աշխատում ենք կանխիկ, փոխանցումով եւ ապառիկ տարբերակներով։ Լոռու մարզում առաքումը անվճար է։ Դիլորի, քաղաք Վանաձոր, Թումանյան 1 կոտորակին։ Հաղորդման գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր, Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2, հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture, պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ-սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։ Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով, իդրամ հավելվածով։ Գործում է առաքում Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն։
մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաքվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ ու թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Էդիետա խմորեղենի խանութ սրահը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ եւ հրավիրում քաղցր գնումների։ Մենք առաջարկում ենք միայն թարմ եւ համեղ տեսականի, նաեւ ընդունում ցանկացած թխվածքի պատվեր ցանկացած առիթի համար։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ, կատարում առաքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Խանութ սրահը գտնվում է Վանաձոր քաղաքում, Վարդանանց 88 կոտորակ 1 հասցեում, Արցախ մանկական խաղասրահի դիմաց։ Հեռախոսահամար 093 33 87 08։